ABC մեդիայի հարգելի հետևորդներ, զրուցելու ենք Հայաստան խմբակցության պատգամավոր անդամ Քրիստինե Վարդանյանի հետ։ Տիկին Վարդանյան, խնդրում եմ ներկայացրեք այսօրվա միջոցառման օրակարգի մասին, 135-ամյակն եք տոնում այսօր, մի քանի մանրամասներ, որոնք կարելի է ներկայացնել։ Նախ իսկապես շնորհավորում եմ ոչ միայն իմ հարազատ կուսակցությանը եւ իմ կուսակիցներին 135-ամյակի կապակցության դաշնակցության, այլ իրականում մեր ժողովրդին, որովհետեւ այսօր նշում ենք հայ քաղաքական կյանքում դերակատար ամենահին քաղաքական ուժի 135-ամյակը, երանի այսպիսի ուժեր ավելի լինեին ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող, պատմության մեջ դերակատար, արժեհամակարգային, ոչ թե անձի շուրջ միավորված, այլ գաղափարի շուրջ միավորված, այս տարի է լրանում 135-ամյակը, դաշնակցությունը ստեղծվել է 1890-ին, մենք այսօր ենք նշում եւ այս տարվա կարգախոսն է հանուն հայի, հանուն պետության, մենք այդ 135 տարվա ճանապարհը, գործունեությունը փորձել ենք ամփոփել այդ կարգախոսի մեջ, որովհետեւ եթե ինձ հարցնեք ինչի մասին է դաշնակցությունը, ինչի մասին է դաշնակցության 135 տարվա պատմությունը, դա ի ժողովրդի մասին է, դա պետականություն ստեղծելու, պահպանելու մասին է, որպես ժողովրդի անվտանգության բարձրագույն ձև, դա հայկական ինքնությունը պահպանելու մասին է, եւ դրա համար պատահական չի, որ այդ կարգախոսն է, պատահական չի, որ կտեսնեք խորհրդանիշերի մեջ մեր սարդարապատը, այսինքն մենք հիմա իսկապես էլի այդ իրավիճակում ենք, որ գոյամարտի տրամաբանության մեջ ենք եւ այդ գոյամարտը, հաղթական գոյամարտը պետք է եւս մեկ անգամ տալ։ Դրա համար պետք է հավատ, ուժ եւ մենք այսօր կլսեք բանախոսներին, ունենք հրավիրյալ բանախոս Հույդաբյուրոյի անդամ Հակոբ Բագրատունին, Լիբանանի պատգամավոր, ով ժամանել է հատուկ միջոցառման համար եւ խոսք ունի փոխանցելու, Սփյուռքի խոսքը պետք է փոխանցի, Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դաշնակցության այլընտրանքները կներկայացնի, մոտեցումները եւ այս իրավիճակը ինչպես ենք հաղթահարելու այդ պատկերացումները եւ ընդհանրապես այսօր կտեսնեք այստեղ ոչ միայն դաշնակցականների, այլ նաեւ հանրային, քաղաքական, հասարակական դեմքերի, ում համար դաշնակցությունը եւ դաշնակցության մարմնացնող արժեքները իսկապես իրենց համար էլ է արժեք եւ մեզ հետ կիսում են այս տոնը, որի կապակցությամբ եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս։ Իսկ 135 տարվա պատմության մեջ, այսպես ասած, ինչն է, որ մնացել է անփոփոխ կուսակցության մեջ։ Գաղափարը, արժեհամակարգը եւ պայքարը։ Մեր 135 տարվա պատմությունը, պայքարի պատմություն է, այդ ճանապարհին եղել են պարտություններ, բայց մենք երբեք չենք հաշտվել այդ պարտությունների հետ, երբեք հանձնվողականությունը ու հաշտվողականությունը որպես ճանապարհ չենք դիտարկել, մենք անսխալական կամ անպարտ չենք, բայց մենք չենք դադարել պայքարել։ Ուրեմն 135 տարվա ընթացքում անփոփոխ է եղել պայքարը, անփոփոխ է եղել մեր արժեհամակարգը, որը ամփոփված է այս տարվա կարգախոսի մեջ նաև մեր ժողովրդի համար պայքարելը, մեր ժողովրդի ինքնության ու անվտանգության համար պայքարելը։ Դուք դաշնակցության ցանկացած գործողություն, եթե հարցնեք ինչու է արվել ու մի քիչ փորձենք խորանալ, կտեսնենք, որ արվել է ժողովրդի համար։ Այդ պահին ունեցած տեղեկությունով, այդ պահին ունեցած պատկերացումներով հիմքը բաց եղել է մեր ժողովրդի անվտանգությունը եւ պետականությունը ու դաշնակցության համար անփոփոխ է նպատակները, արժեհամակարգը ու մի պարզ բան, մենք գիտենք, սովորել ենք, մեր արյունով ենք սովորել, որ հանձնվելը ճանապարհ չի, պայքարն է, որ դուռ կարող է բացել։ Ներքևում փակցված են պաստառներ դաշնակցության ծնունդից մինչև մեր օրեր, որպես երիտասարդ դաշնակցական, այստեղ հրավիրված մյուս դաշնակցականների համեմատ, դուք կա որևէ ժամանակահատված, որ առանձնացրել եք եւ ձեզ համար կարեւոր է այդ հատվածը։ Կարծում եմ, եթե գոնե ինձ համար ամենամեծ գործը, որ արել է դաշնակցությունը, բազմաթիվ գործերի շրջանակում պետականաստեղծ ուժ լինելն է, որովհետև մենք մեր հազարամյա պատմությունով փաստել ենք, այսինքն պատմությունն է փաստել ու դառը դասերով, որ պետությունն է, որ կարող է ապահովել ժողովրդի անվտանգությունը։ Ու եթե դուք անգամ դաշնակցությանը մեղադրանքներ ունեք, հարցեր ունեք, մի բանում գոնե պիտի կոնսենսուս ունենանք ու շնորհակալություն